վախից սնված Գուգո հաստատ ես պապկաների մեջ էր։ Ով, չես հավատում, խափում է։ Շատ սիրուն նկարներ է։ Լավ ես գնում ընդ էլի ալբոմ կա, նկարները մի քիչ նայեմ, կարող ուրիշ լավ նկարներ էլ տենամ։ Անձերտուն ոչ ոք չի մտել։ Ուրեմն ես եմ բերել։ Բայց չեմ հասկանում ով է արել դա։ Իսկ ինձ համար արդեն պարզ է։ Հիմա արդեն հաստատ գիտեմ, որ դա Կարենն է։ Ինգա ուրիշ ելով։ Չգիտեմ։ Հետեղել է ընկերությունում։ Ես մտել եմ գնունու մոտ, պապկաներս այնտեղ մոռացա, հետո հետ եկա որ վերցնամ, բայց այդ տղան այնտեղ էր։ Ես գնամ։ Ես հետո կգամ պարոն գնում։ Աննա։ Ներս արի Կարեն նստիր։ Ուզում եմ ասել։ Կներեք։ Եսս պապկաները ընկերությունից են բերել ինգա հաստատ։ Հաստատ Անանյանի տղան է։ Դուք եք հարազատները։ Ամենք ենք։ Ինչ վիճակում ա բժիշկ։ Ցավոք ոչ մի լավ բան չեմ կարող ասել։ Նրան թունավորել են։ Թույնը ուժեղ է։ Այս պահին աղջիկը դեռ գիտակցության չի եկել։ Սիրտը թույլ է աշխատում։ Բժիշկու ինչ եք կարծում կփրկվի աղջիկը։ Ես իրոք չեմ կարող ասել։ Սա այն դեպքն է, որ մենք անզոր ենք։ Մնում է միայն սպասել։ Չխճճված պատմություն է։ Փաստորեն նա իրեն վատ չի զգացել։ Եթե վատը զգար, վեր կկենար։ Ուղղակի նստած տեղը քնել է։ Ես կփորձեմ հնարավորինս մատչելի բացատրել ինչ է եղել։ Աղջկան օքսեբուտերատի նատրումով են թունավորել։ Այս դեղը վիրահատությունների ժամանակ են օգտագործում, նարկոզի համար է։ Դեղը վտանգավոր չի, եթե ճիշտ չափաբաժնով օգտագործեն։ Բայց այս դեպքում այն մեծ դոզայով է եղել։ Հիմա էլ նա քնած է, նախորը քնի մեջ է։ Մենք արել ենք ամեն հնարավոր բան։ Այլևս ոչինչ անել չենք կարող։ Մնում է սպասենք, որ արթնանա։ Այսինքն դա ինչ է նշանակում, որ հնարավոր է նաև չարթնանա, հա։ Այո։ Կներեք, ես պետք է գնամ։ Վերկա, ծարա։ Հելը։ Վերկա։ Հելար Արա, կարա։ Վերկաս կիմանա։ գալիս ես մեր հետ Տար դրան։ Բարև Պապ, ես քեզ ամեն ինչ բացատրեցի։ Հետ աղջիկը դեռ ուշքի չի եկել։ Կարող ենք դուրս գալ դրսում խոսենք։ Իհարկե կարող ենք։ Իսկ մենք մնանք այստեղ։ Ես պետք է մնամ այստեղ։ Ոչ, բոլորս էլ դուրս են գալու։ Հեռու չեն գնա։ Լավ, արի գնանք, հետո կորոշենք ինչ ենք անում։ Արագ եթե այդ աղջիկը մեռնի։ Լավ, արի գնանք Գորթան։ Դե կորոշենք։ Ես պետք է Վարդանի զանգեմ, կամ էլ պարոն գնունուն չեմ կարող ձեռքերս ծալած նստել։ Անհեռախոսով խոսել պետք չի։ Սպասի Վարդանը կգա, հետո կխոսես։
Տենց էլ գիտեի, որ ինքն է։ Ան դու չես կարող վստահ լինել։ Բայլով ինգա։ Ես գիտեմ, հաստատ գիտեմ, որ ինքն է։ Հենց առաջինի սկորից ինքը եկավ ու սկսեց մեղադրել ինձ հոր մահվան մեջ։ Հա բայց դու ինչ կապ ունես, դու երեխա ես եղել։ Իրա ասելով ես եկա ու պարոն Գնունին ինձ ավելի շատ գործ սկսեց վստահել, քան այդ մարդուն։ Ինչ։ Հա, ես իրա բառերն եմ կրկնում։ Հա բայց այդ ինչ պրիմիտիվ ապուշ բան է։ Լուրջ մարդը ոնց կարա տենց բան ասի։ Ամեն դեպքում ինքն է հաստատ։ Չես հավատում ինձ։ Հավատում եմ, ան։ Ինքը ատում է ինձ։ Ան ուղղակի ես չեմ հասկանում ոնց կարա մարդը նման բանի համար վրեժ լուծել։ Բայց ինչ է ինգա։ Չգիտեմ։ Ինքը հասկանում ես ինքը ինձ վախեցնում է, ու ես դեռ չգիտեմ ինքը էլ ինչերի է պատրաստ։ Ինքը ես տեսնում եմ, որ դու ինձ չես հավատում։ Ան հավատում եմ։ Չես հավատում ինգա։ Ուղղակի Ինչ, ուղղակի դուք ինձ բոլորդ գժի տեղ եք դրել։ Ես ասում եմ, որ դա ինքն է։ Ուրիշ էլ ոչ մեկը չէր կարա նման բան աներ։ Դե բացատրի ինգա, ով է սենց բան անում, հմ։ Աննա, Վարդան ուր ես։ ինչ ա եղել։ Խնդրում եմ տուն արի, հա։ Աննա լացում ես։ Հա, Վարդան, արի տուն։ Աննա խոսա, ինչ ա եղել։ Պետքա խոսենք։ Աննա հետ հասկացա հիմա դու ինձ ասա խես լացում։ Ես գիտեմ այդ նկարները ով ա բերել։ Ով ա բերել։ Անանյանի տղան։ Գուգոն երեք մեր տանն էր։ Ասում է, որ այդ նկարները պապկաների մեջից են ընկել։ Իսկ ես այդ պապկաները ընկերությունից եմ բերել։ Դու ենթադրում ես, որ ինքն է։ Բայլով։ Բայց կարող է ինքը չի, չէ։ Վարդան արի տուն, խնդրում եմ, կբացատրեմ, կհասկանաս, որ ինքն է։ Ես հենց հիմա չեմ կարողանում։ Վարդան չես հասկանում, ես ինձ լավ չեմ զգում։ Հասկանում եմ, արևս հասկանում եմ, բայց խնդրում եմ մի քիչ սպասի, ես կգամ կխոսենք։ Վարդան ես քեզ ասում եմ Անանյանի տղան է այդ նկարները դրել պապկայից մեջ, դու ինձ ասում ես ես հետո կգամ։ Քեզ խոստանում եմ կճշտեմ։ Կարես ասես որտեղ ես, որ չես կարող գալ։ Աննա, ես Ինչ։ Աննա, ես խնդիրներ ունեմ։ Ինչ է եղել։ Հա, ինչպես միշտ հեռախոսով ասել չես կարող։ Աննա, կգամ կխոսենք։ Քո գործերով զբաղվի, պետք չի մի արի։ Աննա վերջացրու։ Հոգնել եմ արդեն, ինգա էլ չեմ կարողանում։ Աննա, երեխան կարտնանա, պետք չի։ Էլ չեմ կարողանում ես։ Լացում ես, Աննա։ Հա, Գուգո, լացում եմ, հա, հանգիստ թողեք ինձ։ Ով է իրան նեղացրել։ Ոչ ոք։ Ինչի է լացում։ Չգիտեմ։ Ես գնամ տնամ, ինչ է եղել։ Չէ, նստի կգոմի գնա։ Հա, բայց լացում է, չէ։ Ոչինչ, թող լացի հանգստանա մի գնա։ Գոգո նստի տեղդ։ Սոկը կտաս խմեմ։